Բացած ասֆալտ ինչքան բերի լսել տալիս։ Գնաց սա ոտի հետ։ Քանի տարի է այս վիճակն 91 թվականից։ 91 թվականից այս վիճակն է։ Ենքան ջարդած ասֆալտը Մի քիչ հիմի լավացել։ Հա։ Հա։ Փողով արել ենք լցել ենք ասֆալտ։ Քաղաքապետարանն է ասում, բանջոն եմ ասել։ Բայց Ցանկալի է որ կապիտալնի անեն վերջնական գոնե մի 50 տարի գնա։ Շանշան ցավը տանեմ։ Ախր գալով քաղաքապետը խոսք է տալիս։ Այն Թումանյանը ոնց է ասում։ Կանադու հայրիկու անգստանի ես աչքի լույսը գանեմ գողի։ Հիմա է դա։ Իսկ հիմի Շանշան ցավը տանեմ։ Դու հալալ իրանց պրեմիային սանում պարկ։ Հա, բայց շտաբօգնությունը չի կարում գա։ Կաթասած գնես, չէ։ Հա։ Որ Հա։ շանեցին նվեր դվին պրեմիա։ Որ ամյաններ չգիտեմ։ Ասա, а где же моя заслуга, если бол Россия голодный։ Այ ճիշտ է, այդտենց որ մեր մոտ է վերաբերվունք լինի։ Հա, եթե փողոցը 30 տարի սենց է, մայրաքաղաք աշխարհի հոգևոր կենտրոններ։ Կենտրոն։ Մի քանի մետր ենքան, ոտով կարաս ամեն օր այդած եկեղեցի մոմ վառես գաս։ Մոտիկա գոնե։ Ասեմ, քեզ ասեմ, Երեխեքը գնում են, 4 հատ տունս ուսանող աշխատող կա։ Ուրեմն մեքենայով էտում գալիս են ասում, որ տաքսի են նստում, տաքսին մինչև Տաքսին դե մասիսից որ գալիս է սնդեղը։ Տաքսին ընդեղ է գալիս։ Ասում է քո խանութը բանա պետք է լում կամ Էդ ապտեկը ահագ։ պետք է լում։ Հələ էսի լավացել ենք մեթեթե։ Տները շատ են, չէ, ժողովուրդ ջան, ահագին է տներ կան։ Հիմա ան Արամ Մանուկյան, Երկրորդ թաղամաս։ հա, երկրորդ թաղամաս որ փողոցներ, 4-րդ փողոց։ Ամբողջ թաղամասը էս վիճակին։ Մարտի 18-ն է, գտնվում ենք Վաղարշապատ խոշորացված համայնքի, կարելի ասել հենց Էջմիածնի սրտում, մի քանի մետր, 1-2 կիլոմետր ենքով Էջմիածնի եկեղեցիներն են, Էջմիածնի քաղաքապետարանն է, հիմա մենք գտնվում ենք Արամ Մանուկյան երկրորդ թաղամասի 4-րդ փողոցում, բայց այստեղ կարելի ասել բոլոր փողոցներն են նույն վիճակը, հիմա հենց որ այստեղ մարդիկ վատանում են, բնակիչները զանգարում են շտաբօգնությունը եթե ըստ առողջապահության նախարարի հայտնածի պիտի հասնի մի քանի րոպեի մոտ 10-15 րոպեում, ապա այս փողոց երբ որ կանչ է ունենում շտաբօգնությունը, առանց չափազանցության 40 րոպե տևում է, մինչև շտաբօգնությունը հասնում է բուժառույն։ Մարդիկ չեն դժգոհում, չեն ասում, թե քաղաքապետարանը, մարզպետարանը ոչինչ չեն արել։ Ինչքան հնարավոր է քաղաքացիները իրենց ուժերով, այն որ ասում է իրար կպած փող են հավաքել, տաշած ասֆալտը բերել, մասամբ լցել են, բայց անձրևը ամեն անգամ անձրևը գալիս է ու մի քանի օր հետո այս փոսերը նորից ի հայտ են գալի։ Հիմա մարդկանց խնդրանքն է, որպեսզի այս փողոցը, ոչ թե միայն այս փողոցը, այլ այս թաղամասի բոլոր փողոցները, քանի որ շարժը շատ է, բնակչության թիվը շատ է, գոնե հիմնանորոգվի։ Ժողովուրդ ջան, ինչքան ժամանակ է, վերջին անգամ երբ եք ձեր ուժերով ասֆալտի կրճոները որ ասում բերել եք։ Այն վաղ որ ես հետ մանուկ աշխատում էի, Այն վաղ Իրար չխանգարենք, ասֆալտը։ ասֆալտի գործարանը որ ճամփեքը մաքրում էին, Հա, քանդած բերում են, հա։ Շանշան ջան, այն վաղ չեբոնքեն 30-40 հազար դրամ տալիս, բերում լցում ենք։ Հիմի 100,000-ով էլ չեն բերում։ 100,000 ես որտե ես տամ։ Շանշան ջան, հիմի մի բան ասեմ, ուզում ես հաղորդումը դուր։ Տալիս եմ, նկարում եմ։ Տաքսին գալիս է մինչև այնտեղ ասֆալտներ չանում է, չէ՞։ Ասում է, աղ ջան, երեխեք գիտի ասում, ոչ քու փողն եմ ուզում, ոչ էլ անգմենն եմ, պիտի 1500 դրամ, ես պիտի դամ 2000 դրամ, որ ավտոն լվանամ։ Ավտոն լվանամ, ավտոն սարքեմ, Սարքել էլ է ջանդը։ մասերը կոտրում է։ Ջանդը։ Դուք էլ եք, չէ՞, դուք էլ քանի անգամ Մենք մեր փողով ենք արել, Իշխանբաբի միշտ բերել է։
Բայց մենք ամուսինս փողով առել է։ Հիմա հարգելի Արմավիրի մարզպետ, հարգելի Էջմիածնի քաղաքապետ Պարոն Մեխակյան, լավ կլինի որպեսի չկենտրոնանանք միայն Էջմիածին քաղաքի կենտրոնական փողոցներով, այլ նաև այս հատվածներում աշխատանքներ կատարեք ու հիշեք, որ այստեղի բնակիչները նաև ձեր բնակիչներն են, այնպես չի, որ ընտրությունից ընտրություն խոստումներ են տալիս, բայց են որ ասում է Էջմիսատի գարուն կգա, հիմա եղանակը լավ է, բայց այն անձրևների օրերին մարդիկ պատմում են, այստեղ նաև սելավներ էր առաջանում, մարդիկ գալիս են, ավտոները գալիս էին, չիմացողները, չգիտեին, որ այդ անձրևաջրերի մեջ փոսեր են, անգամ մարդաբոյ փոսեր, նույնիսկ այնտեղ մարդիկ կամ պատմում են, ասում են ավտոները փոսերից հանելուց, որ փչացել են, հանելու համար քարշակներ էինք բերում, հիմա խնդրում ենք, հարգելի Արմավիրի մարզպետ, հարգելի Էջմիածնի քաղաքապետ, այս երկրորդ թաղամասներ, չէ՞, երկրորդ թաղամասում էլ կատարեք գոնե ճանապարհները ասֆալտապատեք, որպեսզի մարդիկ համ փրկվեն այդ փոշուց, փրկվեն այս ցեխաջրերից եւ Աստված շանի, եթե հանկարծ հիվանդանոցային կանչ լինի, շտաբօգնությունը չասի։ Ես ասֆալտի ծերը սպասեմ, դուք բուժառույն մոտեցրեք շտաբօգնությանը։ Լրիվ այդպեսի վիճակ է հիմա։ Սենց ագին էլ տներ կա, հա, որ ասֆալտապատումը լինի, լավ կլինի։ Այնա, այնտեղ էլ է, միջև որտեղ Սեն այդ ճանապարհները, որ ասֆալտապատվի Բալի ժողովուրդ ջան։ Ուրա գոնե անեն էլի։ Չէ։ Հա, կողքի փողոցը ընդհանուր, ես թաղամասը։ Փողոցն էլ կոչվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրի անունով, չէ, Արամ Մանուկյանի անունով, Արամ Մանուկյանը սենց պետություն կպահեր, այն վատ ժամանակներն էլի, այս Արամ Մանուկյանի ցեխի օրերը, չէ, այս ժամանակներ ասա, մինչև որտե ցեխի մեջ։ Բավարարնում էլ Վախտել է երեխեքը կոշիկները մնացել է ցեխի մեջ դպրոց չեն էցեք։ Ամեն այդ հալուց բան են կապում, տելեֆոն են կապում, որ որս մաքուր հագցնում են, դուրս են տալիս, ասում են գնա, մեկ էլ լրիվ ցեխոտված։ Հիմա որ Հոգի ունեն դալու այս քաղաքապետին այնց չեմ բանալ, բայց դրանից առաջ ինչքան քաղաքապետ եղել կանացը հաղը բարձր։ Սա քամ են դուրս եկել էլի։ Պրոբլեմ չունես։ Մի անգամ բերին բերգու ավտոբան լացին, շեբրոն խանացին, դիան այվախ։ Հետենց էլ կնազու գնա։ շանջան, այս բանը, այս զիդիլը ամենալավն աշխատում։ Աղբանությունը, չէ։ Քաղաքապետարանը կոմունալ վարչությունն Ամենալավը, Զիբիլը։ Հա, դա լավ է, որ աղբանությունը միլիոնների բռնյա տող դրաստան։
միլիոնների պրեմիա թողան դրանց հալալ է, ես չեմ նախազում, ոչ թե ես 10,000 դրամ որտեղից Չէ, ծախսեմ։ բարեկարգման բաժինը, եկել է ցիվիլի բաժինը նորմալ աշխատում են։ Թե այս որ ճանապարհը որ ընտիր ասֆալտապատվի։ Ողոքներս շներից, շատ շներից։ Չեն մի հատ բարեգործական դարավ կեսը։ Ինչպես է, որգար, ոտին ամանը տենում երագրում էին, մեկ էին կենտրանի։ Ասի մի թութով գնացին։ Քաչացել է։ Մեր դունը որ գալիս են, ասում են ափսոս չի, ստոնս Ճանապարհների խաթր, չէ։ Խաղ էինք, չենք հասկանում։ Տները շատ են, չէ, ժողովուրդ թաղամասում, քանի տուն կլինի մոտավորապես։ Քանուր թաղամասում 30-40 հող ազատ մնացած է, այդքան էլ չէ։ Բայց տներ մի 100, 200, 200 հոգի ապրում է։ 200-ից ավելի տուն կլինի, չէ։ Հա։ Բա, լասում ավելի շատ։ Ամեն տանը ինչ որ չլինի 3 հոգուց ավել մարդ կլինի։